Համոզված եմ, աստվածասխալ եմ, որ Տաշիր կապիտալը իշխանությունից մի քանի քայլ առաջ է մտածել ու ավելի շուտ է առաջարկել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել, սակայն այն մերժվել է նրա համար, որ որոշ ժամանակ անց հենց իրենց անունից իջեցնեն, որ ստացվի թե Սամվել Կարապետյանը չի իջեցրել հոսանքի գինը, այլ իրենց լավ կառավարման արդյունքում է սակագինը փոխվել, հայտարարել է ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց ՀԵՑ-ը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում, այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ, դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր, միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու, դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարությունը հաղորդում ներկայացվեր, դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավարը, այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Ըստ Ղազինյանի իշխանությունները փորձում են Սամվել Կարապետյանից վերցնել բարերարի իսկական հայի կերպարը, նրա հաշվին ուզում են քարոզարշավ անել, չի հաջողվելու նրանց, շեշտել է Ղազինյանը։ Նա նշել է, որ իշխանությանը միևնույն է, թե ինչ որոշում է կայացրել միջազգային արբիտրաժային դատարանը, չգիտակցելով, որ եթե որոշումը չկատարեն, ապա պետությունը միլիոնավոր դոլարների տուրքեր է վճարելու։ Անալու են թե չէ։ Իրենք այստեղ ուղղակի լուծում են պարոն Սամվել Կարապետյանի հարցը, որպեսզի քաղաքական գործոն չլինի, ես ասել եմ, չէ, այսպես այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, չեք պատկերացնում ուղղակի։ Այս բեսպրիձել ինչի համար են անում։ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածել, իրենք մտածում են միլիարդատեր մարդ է, դե հեսա մի ամիս երկու ամիս կնստի, գա բանակցությունների, մի բան պայմանավորեն կթողի գնա։ Մոռանալով, որ գյուղում ծնված, իր մայր հողին կպած եւ այսպես տղամարդավարի միջևերջ իրեն պահելով արդեն խաղաքարտեր են խառնվում։ Այդ ժամանակ իշխանությունը գտնում է ցետնոտի մեջ, սկսում է տարբեր ինչ որ չունեն իրանք, չեն ունեցել հաշվարկ վերջում ինչ են անելու։ Եվ գնում են տարբեր գործողությունների։